Աղոթեմ ու սկսենք։ Հայր Հիսուսի փառավոր ու զորավոր անունով քո առջև ենք հիմա իմ Աստված եւ խնդրում ենք այս ողջ ծառայության ընթացքը վերցնես քո Սուրբ Հոգու տրամադրության տակ։ Թող քո Սուրբ Հոգին թագավորի ամեն մեկի սրտերին։ Տեր իմ Աստված, խնդրում եմ, որ դու խոսաս իմ շրթունքներով, որովհետև ամեն մեկս քո խոսքի կարիքն ունենք։ Այն խոսքը, ինչ որ պետք է խոսաս, Տեր իմ Աստված, թող ամեն մեկիս կյանքի մեջ տեղ գտնի, Տեր իմ Աստված, եւ պտուղներ տա։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Փառավորվիր ու մեծարվիր մեր սիրելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա, ամեն։ Խաղաղություն ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Գիտեք, Հիսուսը միշտ, երբ որ գալիս էր աշակերտների մոտ, միշտ առաջի բառը, որ ասում էր, խաղաղություն էր ասում։ Գիտեք, ամեն ինչի սկիզբը այնքան հաճելի է լինում, եթե խաղաղությունով է սկսում։ Պատկերացրեք, որ մեկի տուն գնում ես կռիվանելու մտադրությունով ու կռվով էլ կսկսի։ Դրա համար մենք խաղաղության որդիներն ենք։ Տիրոջ խոսքի մեջ ասում է, դրա համար ամեն ինչի սկիզբը պիտի լինի խաղաղություն։ Հիսուսը հարությունից հետո ու միշտ, ինչքան գալիս էր աշակերտների մոտ, հենց առաջի բառը ասում էր խաղաղություն ձեզ։ Այսօր էլ ես եմ ասում, որովհետև ես Հիսուս Քրիստոսի անունով եմ ձեր առջև կանգնած ու պատիվ ունեմ Տիրոջ խոսքը կիսվելու, ասում եմ խաղաղություն ձեզ։ Գիտեք, առաջի տեղը որ կարդամ, հենց այդ խաղաղության մասին է ասում, բերեք կարդանք, վերնագիրը հենց խաղաղությունն է, ժողովուրդ ջան։ Բերեք առաջի տեղը ընթերցենք, ուրեմն Ղուկաս 10:5-6-ը, տեսեք ինչ ասում, եւ որ տունը որ մտնեք, նախ ասեցեք խաղաղություն այս տանը, եւ եթե այնտեղ խաղաղության որդի լինի, ձեր խաղաղությունը դրա վրա կհանգչի, եթե ոչ կվերադառնա ձեզ։ Ես հավատում եմ, որ այստեղ նստած են խաղաղության որդիները, ու այդ խոսքը, երբ որ ես հռչակում եմ, հավատում եմ, որ այդ խաղաղությունը պետք է հանգչի սաղից վրա, որովհետև ում վրան չի հանգչում, ով որ դեմ է Տիրոջ խաղաղությանը, ով որ չարության մեջ է։ Գիտեք, խաղաղության հակապատկերը դա չարությունն է։ Եթե մարդ լցված է չարությունով, նա Տիրոջ ներկայությունից փախնում է, ու Տիրոջ խաղաղությունը ինքը չի վերցնում։ Դրա համար Տիրոջ խոսքը ասում է, խաղաղության որդիների վրա կհանգչի խաղաղությունը, բայց ով որ լցված չի այդ խաղաղությունով, հետ կգա քեզ, որովհետև դա ոչ թե ես եմ հետ պահանջում ինձ, այլ ինքը չընդունես Տիրոջ խաղաղությունը։ Դրա համար օրհնյալ լինեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Սկսենք հիմնական ծառայությունը։ Ժողովուրդ ջան, խոսելու եմ խաղաղությունից, խոսելու եմ, որ մեր խաղաղությունը ոնց կորավ, ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեր խաղաղությունը վերականգնվեց, ու Աստված տվեց տեղեր նշած, կկարդանք իմանանք ոնց անենք, որ մեր խաղաղությունը պահենք։ Գիտես, այսօր շատ հեշտ է խաղաղությունը կորցնել։ Մի փոքր Տիրոջ ներկայությունից այն կողմ ես ապրում, ու սատանան հարձակվում է հենց խաղաղության վրա։ Ասեմ ինչի, եթե կարանա քեզ Տիրոջ ներկայությունից հանի, որովհետև ասում է Տիրոջ մեջ է խաղաղությունը։ Եթե կարացավ քեզ Տիրոջ ներկայությունից հանի, դու կկորցնես քո խաղաղությունը, ու դու կպարտվես, նա հաղթող կլինի։ Դրա համար Տիրոջ խոսքն ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք։ Ուրախության մեջ է խաղաղությունը։ Ես էլ եմ հիմա ասում, ամեն ժամանակ ուրախությունով եղեք։ Թող ոչ մի բան ձեզ չտխրեցնի, որովհետև ունենք մենք Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Փառք Հիսուսին։ Հաջորդ տեղը Եսայի 9:6-ն է։ Նախքան խոսքը ընթերցելը մի փոքր ասեմ, թե ինչ է լավ սկզբից։ Գնանք ծննդոց։ Աստված, երբ որ ստեղծվեց Եդեմյան պարտեզը, դրեց մարդուն, տվեց մեկ պատվիրան, որ այս բարի ու չարի պտուղից չուտեն, որ խաղաղության մեջ լինեն, որովհետև ասում է, Տերը ամեն օր զով եղանակին իջնում էր ու անձամբ շփում էին ունենում Տիրոջ հետ դրախտում։ Պատկերացնում ես ինչ խաղաղություն կատարյալ, որ մարդ կարա անձամբ շփվի Աստծու հետ։ Ու ինչ կատարվավ։ Մեղքի պատճառով, երբ որ մարդ մեղանչեց, խաղաղությունը կորավ մարդուց, երբ որ Աստված եկավ, նրանք վախից թաքնվեցին։ Մեղքի պատճառով եկավ ոչ խաղաղություն, ու նրանք վռնդվեցին դրախտից։ Ու ինչ եղավ։ Եղբայրը եղբորը սպանեց, մեղքը մտավ այս աշխարհ, ժողովուրդ ջան, խաղաղությունը կորցնելու պատճառով, Տիրոջ ներկայությունը կորցնելու պատճառով մեղքը մտավ այս աշխարհ, ու շատ բաներ եղան պատերազմներ, եղան այն ինչը որ այսօր էլ լինում է,
դա հենց այդ մեղքի պատճառն է, դա այդ խաղաղության պակասի պատճառն է։ Դրա համար տեսեք Եսայի մարգարեն իմ կարծիքով դա 700 տարի առաջ, ես թվերը կարող եմ մի փոքր խառնեմ, բայց էականը դա չի։ Կարևորը որ փաստը ինչը որ եղել է։ Եսայի մարգարեն մարգարեանում է, որ Աստված ունեցել է ծրագիր, որ այդ խաղաղությունը նորից վերականգնի, որովհետև Աստված ասում է այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Ինչի համար աշխարհը, քանի որ երբ որ մենք Աստծո հետ թշնամի էինք, չկար խաղաղությունը, մենք ավտոմատ կերպով աշխարհին էինք պատկանում։ Դրա համար ասում է տվեց իր միածին որդուն, որ այս խաղաղությունը նորից վերականգնի։ Ու Եսայի մարգարեն շատ 100 տարիներ առաջ մարգարեանում է խոստումով, տեսեք ինչ ասում. Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ իշխանությունը նրա ուսերի վրա լինելով եւ նրա անունը կոչվում է Սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենական հայր եւ խաղաղության իշխան։ Այդ տեսեք ինչ խոստում ուներ։ Գիտես Աստված դարերով այս խաղաղությունը այնքան ողորմած է, այնքան է սիրում մեզ, որ չի թողե մնանք այդ անխաղաղ իրավիճակի մեջ։ Իր որդուն է պատրաստել, այդ ծրագիրը sense ծրագրել է դարերով, 1000 տարիներով, որ բերի մեր համար խաչը հանի ու մենք նորից իր հետ հաշտություն ունենանք, խաղաղություն ունենանք։ Գիտես, երկրագունդը մոտավորապես ունի 6-ից 7000 տարի պատմություն, ինչ սկսել է այդ Ադամից։ Պատկերացրեք 2000 տարի առաջ է Հիսուսն եկել, մոտ 4000-5000 տարի մարդիկ ապրել են տենց առանց Աստծու այդ ներկայության։ Եղել են մարդիկ, որ ունեցել են Աստծու ներկայությունը։ Հեսա իրանց մասին էլ կխոսեն։ Նոյին հիշում ենք բոլորս։ Պատկերացրեք Նոյի ժամանակ մենակ Նոյը իր ընտանիքով էր Տիրոջ խաղաղությունը վայելում ու ինքը փրկվավ։ Մովսեսի ժամանակ ամբողջ ազգի մեջ մի հատ Մովսես էր, ժողովուրդ ջան, որ Աստված գալիս էր մենակ Մովսեսի հետ էր շփվում։ Հոբի ժամանակ, ասում է, այդ ժամանակվա, այդ դարաշրջանի ամենաարդար մարդը Հոբն էր։ Պատկերացնում եք ինչքան քիչ են ելել, որ տենց մեկ մարդիկ է նշած, շատ մարդիկ չի նշած։ Աբրահամի ժամանակ հանեց իր հոր տնից Աբրահամին, Սարային եւ եկավ իր հորեղբոր տղը։ Հատուկ մարդիկ են նշված։ Դավիթի ժամանակ նայեք, ժողովուրդ ջան, երբ որ մարգարեն եկավ Դավիթին ընտրելու, Դավիթը անտեսված ինչ-որ մեկն էր իր եղբայրների մեջից, որ իրանց անասուններն էր արածեցնում։ Նույնիսկ այդ վաղ տանը չէր, երբ որ մարգարեն եկավ։ Կարճահասակ, անտեսված, որ ցենց եղբայրների մնացածը տունն էին, բայց Աստված իրան էր ասել։ Նայեց եղբայրների մեջ չգտավ, ասեց սա իրանք չեն, ուրիշն է։ Հետո Դավիթն եկավ։ Պատկերացնում ես, մարդիկ շատ քիչ են ելել, ովքեր որ Տիրոջ ներկայության մեջ են ելել, Տիրոջ խաղաղության մեջ է։ Հովսեփին հիշեք։ Եղբայրների կողմից դավաճանվավ։ Իրան հալալ եղբայրները իրան դավաճանեցին ու գերության մատնեցին, բայց գրված է որ Աստված նրա հետ էր։ Ամեն ինչ փորձության մեջ երբ որ ընկնում էր, գրված է որ Աստված նրա հետ էր։ Աստվածա մեր խաղաղությունը։ Եթե այսօր Աստված քո հետ է, դու որտեղ էլ լինես, այդ խաղաղությունը քո հետ է լինելու, դու ոչ մի բանի կարիք չես ունենա։ Դրա համար փառք Տիրոջը։ Դե եկեք տենանք Խոսքերի հերթականությունը նենց է ժողովուրդ ջան, որ այս մի խոսք ինչը որ ես ասում եմ, դրա պատասխանը հաջորդի մեջ է։ Եկեք տենանք Հիսուսը հիմա ինչ արեց։ Հաջորդ տեղը Հռոմեացի 5:1։ Հետևաբար հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս էր Հիսուսի նպատակը։ Երբ որ Եսային մարգարեանում էր, որ կգա ժամանակ խաղաղությունը կվերականգնի, ասում է հետևաբար հավատալով արդարություն լինելով հավատք է մեզ պետք որ այդ արդարություն ունենանք։ Ասում է այդ ժամանակ մենք խաղաղություն գտանք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, ոչ թե մենք մեզանով, այլ Հիսուսի միջոցով։ Ինչ արեց Հիսուսը մեր համար։ Մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ ու մեզ հաշտեցրեց Հայր Աստծո հետ ու մենք գտանք խաղաղություն։ Գիտես, այսօր երևի ամեն մեկից շատ ես ունեմ այդ խաղաղության կարիքը, որովհետեւ լինում են պահեր, որ անօրենը փորձում է իմ խաղաղությունը ինձանից վերցնի տարբեր պատճառներով, բայց փառք Հիսուսին, որ ես
ճանաչում եմ Տիրոջը ու գիտեմ որտեղ է խաղաղության աղբյուրը։ Գիտես, ես ինձ պատկերացնում եմ, ամեն մարդ ինքը իրան շատ լավ է ճանաչում, ինքը գիտի իրան ներսից, իր անձը, ամեն մարդ կարող է իրան քննի։ Եթե ես մի վայրկյան պատկերացնեմ ինձ առանց Աստված, ես շատ վտանգավոր մարդ եմ, ժողովուրդ ջան։ Այդ Տիրոջ ողորմությունն է, որ մեզ պահում է այդ ամեն մի փորձանքից, ամեն մի իրավիճակից, որ սատանան գալիս է սենց, ոնց որ սենց քեզ բզբզի էլի սենց մեր լեզվով ասած, որ քեզ խաղաղությունից հանի։ Դրա համար փառք Հիսուսին, որ կարում ենք մեր խաղաղությունը պահենք։ Ինչա։ Հա, իհարկե, դա խոսքը նշում է, որ մեր Հիսուսի շնորհիվ է, որովհետև ինքը իր ազոհով մեզ տվեց այդ խաղաղությունը, հաշտեցրեց Աստծո հետ։ Բերեք հաջորդ տեղը կարդանք, Մատթեոս 5:9։ Ես ընթացքում կվկայեմ, ինչով է փորձում խաղաղությունը ստանի։ Երանի խաղահարարներին, որովհետև նրանք Աստծո որդուներ պիտի կոչվեն։ Ինչ հրաշալի տեղեր է։ Ով որ խաղաղության մեջ է, Տիրոջ մեջ ասում են, նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Հասկանում ես, եթե այսօր մենք խաղահարարանը մի քիչ դժվար բառ է, չեմ կարող ասել, մենք Աստծո որդիներ ենք։ Տես ինչ անուն տվեց մեզ Հիսուս Քրիստոսը։ Պատկերացնում ես, կռվարարների մասին չի ասում, չարությունով լցվածների մասին չի ասում, որովհետև երբ որ կարդացել են Եսայի մարգարեությունը, ասես նա խաղաղության իշխանն է։ Մի հատ ուրիշ իշխան էլ կա, որ ասում է օդի իշխանն է, ստի իշխանն է, փառք Հիսուսին, որ մեր Աստված խաղաղության իշխանն է ու հավիտենության հայրն է։ Հիմա ասում եմ, մենք էլ նրա որդիներն պիտի կոչվենք։ Գիտես, երկու տեսակի են մարդիկ, փաստորեն այս խոսքը կարդալով հասկանում եմ, որ երկու տեսակի են, կամ լինում են խաղահարարներ, կամ լինում են չարությունով լցված մարդիկ։ Ու ես sense հայտնություն առա Տիրոջից, որ նույնիսկ կենդանիների եւ թռչունների մեջ էլ կան, որ կան խաղահարարներ եւ կան որոնք որ ոչ խաղահարարներ։ Օրինակ ես գրել եմ գառն ու գայլը։ Պատկերացնում ես, մեզ Աստված գառներն է, չէ՞ իրա կոչվում, պատկերացրեք, ասենք խաղաղության գայլ։ Մի քիչ ոնց որ այն չէ, խաղաղության գայլ ոնց կլինի, որ գալիս է, որ հափշտակի տանի, կամ թռչունների մեջ աղավնին ու ագրավը։ Խաղաղության աղավնիներ, միտեղ գրած է, որ դու եղեք խաղաղության աղավնիների նման։ Հիմա ոնց ասես խաղաղության ագրավ։ Չի համապատասխանում։ Լինում են չէ դեպքեր, որ մարդիկ սենց եսի մինչեր են խոսում, ասում են, էլի սկսար ագրավի նման կարգցանել։ Հասկանում ես, իրոք որ ագրավը երբ որ կարգ է անում, հասկանում ես, որ դրա մեջ խաղաղություն չկա։ Դրա համար ես չգիտեմ ինչի ես հայտնություն առա, նույնիսկ կենդանիների մեջ էլ լինում են խաղահարար եւ ոչ խաղահարար կենդանիներ եւ թռչուններ։ Փառք Հիսուսին, մենք խաղաղության որդիներն ենք, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ եկեք կարդանք Հակոբոս 3:18։ Հրաշալի տեղեր աստեղ խաղաղություն ձեռք բերելու բանալինի խոսքերն է։ Տեսեք, որտեղից է խաղաղությունը լինում։ Եվ արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են սիրում։ Հասկանում եք, արդարության պտուղը խաղաղությունով է սերմանում։ Եթե դու ուզում ես խաղաղություն ունենաս, դու պետք է արդարություն սերմանես, դու պետք է արդարության գործեր անես։ Եթե ուզում ես արդարություն ունենաս, պետք է խաղաղություն սերմանես։ Այդ է գաղտնիքը։ Աստված տվել է խոսք, եթե ուզում ես խաղաղ լինես, արդարության գործեր արա։ Ու տեսեք ինչ եմ, տես, արդարություն խաղաղության պակասի պատճառով կա արդարություն եւ խաղաղություն, չէ՞։ Կա եւ երբ որ մարմնի ցանկություններ ես անում, մեղքի մեջ ես լինում, ասում եմ մարմնի ցանկությունները ցանողը ապականություն է, չէ՞, խաղում իր մարմնի համար։ Մեղքի մեջ ընկնողը ապականություն է խաղում իր մարմնի համար։ Ու տես, ինչի համար ասում, մեղքի գերի ես ընկել։ Տես, երբ որ դու ոչ խաղաղության համար ցանեցիր, ոչ արդարության համար, այլ մեղքի համար, դու հելար Աստծո պաշտպանությունից, Աստծո դաշտից քեզ կարողացավ հանել, այն ժամանակ դու ընկնում ես մեղքի ձեռը գերի։ Դրա համար լինենք Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջ խաղաղության մեջ, որ մենք միշտ արդարության գործեր անենք, որ մենք խաղաղություն կարողանանք ցանենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի օգնությամբ։ Առանց իրա չենք կարա ժողովուրդ ջան, որովհետև ինքն է մեր խաղաղության աղբյուրը։ Փառք ու պատիվ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Հաջորդ տեղը ավելի հետաքրքիր է։ Հովհաննես 14:27 գլուխը։
ավետարան։ Հովհաննես 14:27 խոսքից, 14:20 խոսքից, 27 խոսքից։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, Հիսուսի խոսքերն է, ժողովուրդ ջան։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ։ Ես տալիս եմ ձեր սիրտը թող չխռովի, ոչ էլ վախենա։ Հասկանում ենք, որ աշխարհն էլ է տալի խաղաղություն, բայց ցավոք սրտի աշխարհի խաղաղությունը շատ կարճ է ու ժամանակավոր է։ Դրա համար մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. ես իմ խաղաղությունն եմ թողում ձեզ, որովհետև նա հավիտենության հայր է։ Տիրոջ խաղաղությունը հավիտենական խաղաղություն է։ Տիրոջ խաղաղությունը աշխարհի խաղաղության նման չի։ Գիտես, մենք մեր աղոթքների մեջ շատ ենք, չէ՞, խնդրում, ասում ենք աստվածային խաղաղությունն ենք ուզում, որովհետև աստվածային խաղաղությունը կատարյալն է, աստվածային խաղաղությունը իսկականն է։ Մարդու խաղաղությունը կարճ է տևում, ինքը մի պահ կուրախանա ու դրանից հետո այդ ուրախությունը կանցնի։ Օրինակ, ասես մի բան ասեմ, մարդ եթե ինչ-որ մի բանի ցանկություն ունի, օրինակ մի հատ լավ մեքենա ես ուզում ունենաս։ Երբ որ ունենում ես, մի քանի օր անցնում է, հետաքրքրությունը կորում է դրա։ Հասկանում ես, էս էր սրա ուրախությունը։ Բայց կա մի հատ ուրախություն, Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ ինչքան ավելի շատ ես ունենում, ինչքան ավելի շատ ես մոտենում, այնքան ավելի շատ է ուրախությունը, խաղաղությունը շատանում, չի բրծնում այդ խաղաղությունը, որովհետև ինքը հավիտենության հայրն է։ Գիտես, այս խաղաղության մասին ես մի քանի բաներ եմ նշել, ուզում եմ հիմա խոսանք դրանց մասին։ Օրինակ, ով չի ուզի, որ իր երկրի մեջ լինի խաղաղություն, օրինակ Հայաստանի մեջ միշտ լիներ խաղաղություն։ Համոզված եմ բոլորս կուզեին։ Ընտանիքի մեջ շատ կարևոր է, որ ընտանիքի մեջ լինի խաղաղություն։ Գիտես, լինում է դեպքեր, որ ընտանիքի մեջ էլ չի լինում խաղաղություն։ Անօրենը, որովհետև ասում է մռնչացող առյուծի պես ման է գալի, որ ամեն տեղ գցի իր չար սերմերը, որ խաղաղությունը գողանա։ Ամեն մեկը կուզի, որ իր անձի մեջ լինի խաղաղություն։ Գիտես, ստեղից է սկսում ամեն ինչ։ Եթե քո անձի մեջ ունենաս խաղաղություն, մնացած բաները խաղաղ ձևով կանես։ Եթե խաղաղությունից, մարդ խաղաղությունից չդիմանալով, խաղաղությունից ելնելուց մեծ փորձանքների մեջ է։ Այսօր շատերը, որ բանտում նստած են, մի քիչ չեն դիմացել այդ խաղաղությանը, համբերությունից դուրս են եկել, շատ վատ բաներ են արել ու իրանք հայտնվել են վատ տեղերում։ Այսօր խաղաղություն կորցնելու պատճառում երկրներում պատերազմ է լինում։ Օրինակ մեր հարևան երկիրը երբեք չէր պատկերացնի, որ իր հարևան եղբայրը կարող է հարձակվի իր վրա։ Ինչն է պակաս, խաղաղությունն է պակաս, հասկանում եք։ Դրա համար լինում է պատերազմներ, դրա համար լինում է շատ վատ բաներ։ Գործի տեղը բոլորս էլ կուզենք, որ մեր աշխատանքի տեղը լինի խաղաղություն, որովհետև մենք երեկոյան տուն ենք գնալու, որ մենք խաղաղ սրտով գնանք տուն, որ մենք այդ խնդիրները, այդ դժվարությունները մեր հետ չտանենք մեր տուն, ընդեղ էլ ունենանք անհանգստություն։ Գիտես, Հովիվը Սարգիս եղբոր հետ, Հովիվ Սարգիսի հետ գնացել են Եռաբլուր։ Ու շատ ցավալի այդ տեսարանը։ Գիտես, շատ մարդիկ, երբ որ անցնում են Եռաբլուի կողով, իրանք այդ կողմ չեն նայում, իրանք հայացքը թեքվում են այն կողմ, որովհետև երբ որ նայում են այդ տեսարանին, իրանք կորցնում են իրանք խաղաղությունը, իրանք լցվում են ատելությունով, ավտոմատ կերպով։ Օրինակ իմ փոքր քեռին չի կարող նայ։ Ինքը իր հայացքը փոխում է այն կողմ, որ չնայ, որովհետև ասում է խաղաղությունս կորցնում եմ։ Ինչի պատճառով այսօր մենք ունենք այդքան երիտասարդ զոհեր։ Ոչ խաղաղության պատճառով։ Եթե մենք մեր հարևան պետության հետ ունենայինք խաղաղություն, մենք այսօր չէինք ունենա այդ տեսարանը։ Ցավալի է, բայց փաստ է, ժողովուրդ ջան, դա խաղաղության պակասն է։ Ես լսել եմ, որ ինչ-որ Հայաստանը խաղաղության պայմանագիր է կապել, արդեն։ Հələ չէ։ Աստված տա, որ լինի այդ խաղաղության պայմանագիրը, ժողովուրդ ջան, որ մենք սենց եռաբլուրներ էլ չունենանք։ Գիտես, խաղաղությունը լավ բան է, կապ չունի, որ քո թշնամին է, բոլորն էլ Աստծո ժողովուրդ են։ Աստված է մեր դատը անողը, ասում է դու մի դատիր, ես կդատեմ, ով որ կշեղի իր դրած պատվիրանները։ Դրա համար ինչ ասեմ, թող խաղաղություն լինի ամեն տեղ, ողջ երկրում, աստվածային խաղաղությունը, որը որ իրականն է, որը որ օրիգինալն է, Հարկ Հիսուսին։ Բերեք կարդանք Գործ առաքելոց 9:31-ը։ Եվ այն ժամանակ եկեղեցիներում
Հրեաստանում, Գալիլեայում եւ Սամարիայում խաղաղության մեջ էին։ Կառուցում էին Տիրոջ երկյուղով եւ Սուրբ Հոգու մխիթարությամբ քայլելով աճում էին։ Գիտես, բերեք ասենք, ոչ թե այն ժամանակ, ասենք այլ հիմա։ Ռաստովում, Բատայսկում, Ազովում, մոտակա բոլոր քաղաքներում եւ ողջ աշխարհով մեկ եկեղեցում Տիրոջ խաղաղությունն է։ Ու այստեղ է, որ Սուրբ Հոգու միջոցով, Աստծո երկյուղով մարդ աճում է խաղաղության մեջ, այ թե որն է եկեղեցի գնալու նպատակը, որ հարցնում են ինչի համար ես եկեղեցի գնում, սա գնում եմ խաղաղության մեջ աճելու, Տիրոջ խաղաղությունը վերցնելու, որովհետև ասում է Տիրոջ խաղաղությունը ամեն մի մտքից վեր է, մենք կարդանք այդ տեղը, այ թե ինչի համար են գալի, եթե այսօր ես չլինեմ եկեղեցու մեջ, չլինեմ այս խաղաղության մեջ, ես կլինեմ ուրիշ տեղ, ես կլինեմ աշխարհի մեջ, նեղության մեջ, պղծության մեջ, հարբեցողության մեջ, ես չգիտեմ, ինչի մեջ ասես կարամ լինեմ։ Դրա համար կոչ եմ անում բոլորիս։ Եկեք այս 7-րդ օրը սուրբ պահենք ու լինենք Տիրոջ խաղաղության մեջ։ Ասա որ այտենց չի, ինչքան նեղության, դժվարության, խնդրի մեջ գալիս ես, մտնում ես Տիրոջ տուն ու Տիրոջ խաղաղությունը միանգամից քեզ գրկում է։ Հասկանում ես, այս այն տեղն է, որ դու կատարյալ խաղաղություն ես վայելում Տիրոջ ներկայության մեջ, Սուրբ Հոգու զորության մեջ, փառք ու պատիվ սրտեր քննողին, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Այդ է եկեղեցու գնալու նպատակը։ Ու սենց հաջորդ տեղը մինչև կարդամ դու կարաք բացեք Ղուկաս 12:51, ես մի քանի բան ասեմ, նոր կարդամ։ Ու սենց մտածում է քրիստոնյա ժողովուրդ, ասում է փառք Հիսուսին, ասու այդ թշնամի է Հիսուսն եկավ, հաշտություն տվեց, ունեմ խաղաղություն իր միջոցով ու հասկացել եմ պտուղը, որ պետք է արդարության գործեր անեմ, որպեսզի խաղաղությունս պահեմ, հասկացել եմ, որ մեղքի ձեռից գերի տակից ազատվել եմ, Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, հասկացել եմ, որ եկեղեցի պետք է գնամ, որ խաղաղություն ունենամ, այս հերթով ինչը որ ես կարդացել եմ, դրանք եմ համառոտ ասում, ու հասկացել եմ, որ պետք է Աստվածաշունչ ընթերցեմ, որպեսզի ծանոթանամ Տիրոջ խոսքի հետ, ու կարդալով ավետարանը գալիս ենք հասնում ենք Ղուկաս 12:51 խոսքերը ու կարդում ենք, կարծում եք, թե աշխարհին խաղաղություն տալու եկա, ասում եմ ձեզ ոչ, այլ բաժանում։ Ուստի մի պահ մտածում ենք, Աստված ջան, բա խաղաղության համար է եկե Հիսուս ջան։ Մենք այսքան խաղաղություն, ուստեղ կարդում ենք, որ աշխարհին խաղաղություն տալու ասում չեկա, այլ բաժանելու։ Ուտե հայտնություն առա, ժողովուրդ ջան, որ էսի մեզ չի վերաբերվում, ախ մենք աշխարհինը չենք, մենք Տիրոջն ենք, գիտես աշխարհի համար ինչա բաժանում, որովհետև լսում են սրբության խոսքերը, արդարության խոսքերը ու հանդիմանվում են, իրանց մեջ գալիս է բաժանում, ու ես հասկացա Տեր ջան, փառք քեզ, որ սկզբից մենք աշխարհինն ենք ու եկար են խոսքի մեջ ասում է արդարները դարձան Աստծո որդիներ, ու ես հասկացա, որ էսի մեր մասին չի, այլ նրանց մասին է, ովքեր ոչ խաղաղության մեջ են ապրում, ովքեր որ ապրում են անօրենության մեջ, ես չգիտեմ ինչի մեջ, ու երբ որ լսում են Տիրոջ խոսքը, Սուրբ խոսքը, նրանք այդ խոսքից հանդիմանվում են, այ ինչն է պատճառը։ Դրա համար փառք ու պատիվ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ նրա շնորհիվ մենք այսօր կոչվում ենք արդարության որդիներ։ Բերեք հաջորդ տեղը կարդանք, հենց սրա պատասխանն է։ Հաջորդ տեղը ուրեմն Հովհաննես 16:33 գլուխ 33 խոսքեր։ Այս բաները ձեզ հետ խոսեցի, որի մեջ խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Գիտեք, տես ասում է կլինեն դժվարություններ, իրան էլ շատ նեղեցին, ծեծեցին, հալածեցին, ինչ ասես արեցին։ Տերը ասում է, ձեզ հետ էլ կլինի, իմ անվան խաթր կլինի ձեր հետ։ Ասում է, բայց դու քաջասիրտ եք, որտեվ ես աշխարհին հաղթեցի։ Ու այդ հաղթանակ այսօր տվեց իր ժողովրդին, տվեց ինձ ու քեզ։ Նրա իշխանությունով մենք այսօր ունենք, նրա հաղթանակով մենք նրա հետ ունենք հաղթանակ։ Եվ այստեղ մի քանի բաներ եմ գրել, որ խոսեմ այդ հաղթանակի մասին։ Ուրեմն
Առաջինը հիշեք, առաքյալները, երբ որ Սուրբ Հոգով մկրտվեցին, նրանք երբ որ դուրս են եկել ավետարանն էին ավետարանում, ինչքան էին հալածվում Հիսուս Քրիստոսի անունով, բռնում էին, ծեծում էին, բանտ էին գցում, բայց նրանք վերջում փառաբանում էին Աստծուն, հպարտանում էին, որ Աստծու համար հալածվեցին Հիսուսի խաթեր։ Հիշեք Պողոսին ու Շիղային, բանտում նրանց ձեռքերն ու ոտքերը կապած կանդալների մեջ, նրանք փառաբանում էին Աստծուն։ Պատկերացրեք, այսօր մեզի մեկը մի փոքր նեղություն տա, մենք մեր խաղաղությունը կարող է կորցնենք, չգիտենք ինչ անենք, բայց մարդիկ բանտի մեջ կանդալված փառաբանում էին Աստծուն, որովհետև գտել էին ճշմարիտ խաղաղությունը, գտել էին խաղաղության աղբյուրը։ Նրանք հասկանում էին, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, որ Աստված երբեք իրան հուսացողներին ամոթով չի թողնում։ Նա մեր Տեր ու Փրկիչն է։ Նա իր կյանքը չխնա այդ ժողովուրդ մեր համար, որ մնաց որ մի հատ խաղաղություն մեզ չտա։ Դրա համար փառք ու պատիվ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, իր խաղաղության համար։ Հետո ուզում եմ ասեմ խաղաղության գինը ո՞րն է ժողովուրդ ջան։ Այս խաղաղությունը, որ մենք ունենք, սրա համար գին է վճարված, ու շատ մեծ գին է վճարված։ Մեր Հիսուսն եկավ, մահացավ, Սուրբ Արուն թափեց, երրորդ օրը հարություն առավ ու մեզ խաղաղեցրեց Աստծու հետ։ Գիտեք, Հիսուսն է մեր խաղաղության պայմանագիրը Աստծու հետ։ Ու այնտեղ մի քանի պունկտեր է, որ պետք է հավատաս իրան, ապաշխարես ու քո բերանով դավանես Տեր ու Փրկիչ։ Всё, մեզանից շատ բան չի ուզում։ Հիմա Հովիվ Սևակը Հայաստան է գնացել։ Երբ որ տամոժդին ասնում էիք, դոկումենտ ցույց էիք տալի Հովիվ ջան, ցույց էիք, առանց դրա չես կարող հասնես։ Սա է մեր պայմանագիրը երկինք մտնելու։ Եթե չունենաս այդ պայմանագիրը, չես կարող մտնես երկինք։ Այնտեղ էլ իր պայմանները կա։ Դրա համար փառք ու պատիվ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ու էլի մի բան էլ ասեմ։ Անցած ամսի 16-ի օրը շատ լավ եմ հիշում։ Առավոտը հելա, էլի սենց խաղաղությամբ, աղոթքով, չեմ հիշում այդ օրը ով էր աղոթքը, դե առավոտյան աղոթողները մի քանի հոգի են, մի 4 հոգի, Մելան Քուրնա, ես եմ, Լիանա Քուրնա, Մարիամ Քուրնա, առավոտյան աղոթողներն են։ Հա, կիրակի օրերն ամենակ մաման, հա։ Ու չեմ հիշում ում աղոթներ, լսա, ես էլ աղոթեցի, խաղաղությամբ հելել եմ, ուրախ զվարթ, ասեմ որ օրերն է, ընտիր օրերն է, ավակ շաբաթվա օրերն է, որ ամեն օր իր խորհուրդն ունի։ Ու ամեն տարի, էսի 4-րդ տարին էր, որ ես գալիս եմ, մասնակցում եմ իր խորհրդին ու փառք ասում այդ օրերի համար։ Ով որ եկել է, մասնակցել է, նա շատ լավ կհասկանա ես ինչի մասին եմ խոսում։ Գիտես, ես ոչ թե ես գալիս եմ, որ ես ներկա լինեմ, այլ ես Տիրոջը սիրում եմ, իր խաղաղությունը, իր ներկայությունը սիրում եմ, ես դրա համար էլ գալիս եմ։ Ոչ մեկին զորով չես կարա եկեղեցի բերես հավատա։ Եթե ինքը չուզենա, չես կարա իրան բերես զորով, զորովից ոչի բան չի լինում։ Ուրեմն շատ ուրախ, այդ օրը ավակ չորեքշաբթի օրն էր, շատ լավ հիշում եմ, մեր Ահարոն եղբայրն էր խոսք պատրաստ է պետք է խոսա։ Առավոտ հելել եմ սենց ուրախ տրամադրությունով, լավ, պետք է գործի գնամ, գործից շուտ պետք է գամ, որ հասցնեմ եկեղեցի գնամ։ Հասնում եմ մեքենայի մոտ, տենում եմ ինչ ժողովուրդ ջան։ Մեքենայի ակերը ծակած, մեքենայի ամբողջ կողը սենց խազերը արած ծեր ու դեարի խաղաղությունդ մի կորցրա։ Սենց նայում եմ, հիմա չգիտեմ ինչ անեմ։ Փառք Հիսուսին, խաղաղությունս չկորցրեցի, գիտես, ուղղակի մտածում ես ինչ անես այդ պահին։ Գիտես, ու մի անգամից հիշեցի Հոբին, երբ որ անորեն ասում էր դու իրան էս տվե, արի հələ մի հատ կպնենք, տենանք ինչ կանի, նորից քեզ կպաշտի, ժողովուրդ ջան, ես ասեմ, երբ որ մեքենան արժեք ունի, մի քանի միլիոն արժեք ունի, դրան փչացնելը, որ մոտ 200,000-ի վնաս են տալի, այդքան հեշտ չի տանելը, ես ասեմ, բայց այն գինի մասին, որ ես ասի, ինչ գին ունի խաղաղությունը, դա վերա այդ մի քանի միլիոններից, վերա նաև այդ 200,000 տված վնասից, որովհետև եթե այն Աստված, որ կարող անձի օրհնի այդ մեքենայով, այն Աստված էլ կտա խաղաղություն եւ աշխատանք, վերականգնելու, մենակ ես չկորցնեմ իմ խաղաղությունը ու չուրանամ իրան, այ ինչու՞մ է գաղտնիքը։ Ու ես ուղարկում եմ Հովիվին այդ տեսարանը, ուղարկում եմ իմ մոտիկներից մի հոգու ու երբ որ Հովիվը զանգում է, գիտեք ինչ ասում, ասում արամ եղբայր, այսօր եկեղեցի երևի չգաս, հա։ Գիտես, այդ տեսարանը նայողը, այս տեսարանը, որ ակերը ծակած, եսի բիչ, ու պատկերացնես առաջի հարցը եկեղեցի չգնալը։
ասի չէ Հովիվ ջան, ես եկեղեցի գալու եմ։ Ու այդ օրը այդտեղ մարդիկ ելել են, տեսել են իմ խաղաղությունը, որ ես չեմ տրվել այդ անօրենի բերած այդ դժվարություններին։ Ճիշտ է, որ մարդկայինով նայում ես, ցավ է, բայց դե հասկանում ես, որ դա այն փորձությունն է, որ պետք է պատվով անցնես, այդ այն քնությունն է, որ պետք է պատվով անցնես։ Փառք Աստծո, ողջ առողջ եմ, ձեռքեր, ոտքեր ունեմ, մեր Հիսուսին ունեմ, ելով կարամ ես հակառակ լինի։ Դրանք սաղ մելեշները, որ գալիս է մեր կյանքը դառնացնելու համար, բայց մենք ունենք կատարյալ ուրախություն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով։ Ասեմ, չեմ տխրել։ Հաջորդ տեղը բերեք կարդանք, տեսեք ինչ հետաքրքիր տեղ է։ Ուրեմն Եբրայեցիներ 12:14 Խաղաղության հետևեցեք բոլոր մարդկանց հետ եւ սրբության, առանց որի ոչ ոք չի տեսնի Աստծուն։ Խաղաղության հետևեք, ասում է բոլոր մարդկանց հետ եւ սրբությունն էլ է նշում։ Միայն խաղաղությունը հերիք չի։ Դու կարող ես խաղաղ լինես, բայց սուրբ չլինես։ Ասում է խաղաղություն եւ սրբություն, որ Աստծուն տեսնեք։ Ոչ խաղաղ մարդը Աստծուն չի տեսնի, ժողովուրդ ջան։ Այ ինչու՞մ է գաղտնիքը։ Ոստեղ ես սենց հայտնություն առամ, որ խաղաղության գինը Հիսուս Քրիստոսի արած գործն է, բա հավիտենության գինը որն է, որ անգին է։ Որն է հավիտենության գինը։ Այս խաղաղությունը, սրբությունը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով այդ է, որ ժառանգում ես հավիտենությունը։ Ու պատկերացրեք, ասում է ոչ խաղաղ մարդը չի տեսնի Աստծուն։ Պատկերացրեք, եթե ես իմ խաղաղությունը այդտեղ կորցնեի, ու ինձ այդ վիդեոն մեր հարևանի կամերայով ցույց են տվել, ոնց այդ ամեն ինչ է լինում։ Այդ ժամանակ շատ ուշ չէր, ժամը 11-ի մոտն էր։ Ես եկեղեցուց էի գնացել տուն։ Եկեղեցուց տեղից գնացել էի, ավագ 3 շաբթի օրը ավարտվելուց հետո գնացել էի, հենց այդ օրն էլ կարծես ես էի խոսացել 10 կույսերի առակը։ Ու ժամը 11-ի մոտ էր նայել այդ ամեն ինչ։ Ես կամերայով տեսել եմ ոնց է գալի մոտիկանում, ակերը ծակում ու խազում գնում։ Հասկանում եք, եթե ես խաղաղությունից ելնեի, ու այդ պահին ես իրան տենայի, ես Տիրոջը չճանաչեի, ես ի՞նչ պետք է անեի։ Ես պետք է կռվեի հետը։ Ու դրանից լավ բան չէր լինի։ Կռվից հետո ծեծ կրտուկ էր լինելու, միգուցե սպանություններ էր լինելու։ Ու հասկանում եք, ինչ վատ բաներ կարող լիներ, ու գնար իմ կյանքը խորտակվեր։ Ու ինչի համար է պետք Տիրոջ խաղաղությունը, ժողովուրդ ջան։ Ու հասկացեք, ինչի համար չես կարա առանց խաղաղ լինելով Աստծուն տեսեք։ Պատկերացրեք, ես իմ հարևան Սերոգան էր արել օրինակի համար։ Օրինակի համար ես չեմ ասում կոնկրետ օրինքը, ու Սերոգան ապաշխարել էր, դրախտում էր գտնվում։ Ես էլ գնում եմ ոչ խաղաղ կերպով, ստեղ չեմ կարացել իմ հարցերը լուծեմ, գնում եմ այնտեղ իմ հարցերը լուծեմ, ջղայնացած ուզում եմ մտնեմ դրախտում, ասում եմ Աստված ուր է Սերոգան հարևան։ Որ ես իմ հարցերը չես մտնի այնտեղ ոչ բարի նպատակով, այնտեղ մտնում են միայն խաղաղությունով ու սրբությունով։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով, փառք ու պատիվ նրան։ Բերեք հաջորդ տեղն էլ կարդանք եւ անցնենք առաջ։ Հույսով եմ հետաքրքիր թեմա է, ժողովուրդ ջան։ Խաղաղությունը շատ լավ բան է, ժողովուրդ ջան։ Խաղաղությունից է սկսում ամեն ինչը։ Դրա համար Հիսուսը հենց առաջուց կոչ էր անում խաղաղության։ Հաջորդ տեղը Գաղատացիներիս 5:22-23։ Էսի շատ լավ տեղ է, ժողովուրդ ջան։ Էսի Սուրբ Հոգու պտուղներն է։ Էս նրանք որ չունենանք, մենք ոչ մի բան էլ չունենք։ Բերեք կարդանք։ Բայց Հոգու պտուղները սա է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Տեսեք, Սուրբ Հոգու պտուղների մեջ դրած է խաղաղությունը, որ պետք է ունենանք։ Ու այդ խաղաղությունը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Ամուր բռնեք խաղաղության աղբյուրին, որովհետև մեր Աստծո ներկայության մեջ է խաղաղությունը։ Նորից եմ կրկնում, եթե անօրենը կարողացավ քեզ խաբել Տիրոջ ներկայությունից, Տիրոջ խաղաղությունից քեզ պոկել, դու անմիջապես պարտված կլինես, ու դրա հետևանքը լավ չի լինի։
Դրա համար լինենք Տիրոջ խաղաղության մեջ։ Բերեք վերջի տեղներ կարդանք եւ սրանով ավարտենք մեր ծառայությունը։ Վերջի տեղն է Ֆիլիպեցիներից 4:7։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Ինչի համար է Աստծո խաղաղությունը ամեն բանից վեր, որովհետև մարդկային հասկացողությունով չես կարող Աստծո խաղաղությունը հասկանաս։ Քեզ կփորձի մեկը հանի քո խաղաղությունից ու կզարմանա, թե դու ոնց չես ելնում քո խաղաղությունից։ Դրա համար դա իր մտքից վեր կլինի։ Ինքը քեզ կփորձի ամեն կերպ քո խաղաղությունից հանի, բայց դու երբ որ խաղաղ կլինես, նրա համար կզարմանա։ Գիտես մարդու համար որն է ամենաշատ ցավալին, երբ որ իր մտերիմն է ուզում իր խաղաղությունից հանի, իր կողակիցն է ուզում, իր տան անդամն է ուզում, դա մարդու համար մի քիչ ցավալի է, չէ՞ ուրիշը։ Դրա համար Ինչքան լավ է, որ սա ընտանիքների եկեղեցի է։ Բոլորով ընտանիքներով միաբանենք ստեղ։ Ու այդ Տիրոջ խաղաղությունը լսելով ընտանիքներով հասկանում ենք, որ պետք չի մեկս մյուսին հունից հանի, որ պետք չի մեկը մեկին ոնց որ ասած խաղաղությունից հանի, ու դրանից լինում են կռիվներ, վեճեր, եսի մինչեր։ Ու սենց մի հատ բան եմ ասում, երկու բան եմ նշել խաղաղության մասին, մեկը Ահարոնն է, մեկը Արամ։ Օրինակ ես Ահարոն եղբորը 5 տարուց ավել ճանաչում եմ, ես այսքան վաղ իրան անխաղաղ վիճակով չեմ տեսել, ժողովուրդ ջան, որ նայում եմ Ահարոնին, ես ասում եմ, այս մարդը լինում է, որ ջղայնանում է։ Անահիտ ջան, ես չգիտեմ, հովիվ ավելի շատ է ճանաչում իրան։ Ես չեմ հասկանում այդ խաղաղության, այդ ինչ չափ է, որ այս մարդը լինում են դեպքեր, որ ես ջղայնանում եմ, ժողովուրդ ջան։ Ես ունեմ թույլ տեղեր, ասեմ, իմ ջղայնության պատճառը գիտեք որն է, որ Կիրակի օրը ելնում եմ կամ եկեղեցի, ու տենում եմ իմ ընտանիքի անդամները ուրիշ նպատակներ ունեն։ Դա իմ ամենաչսիրածս բանն է, որ մեկը ուզում է գնա մանգալու, մեկը ինչ-որ համերգ պետք է գնա, մեկը ես չգիտեմ, ինչ-որ մանիկյուրի պետք է գնա, պիդիկյուրի գնա, դա ոնց որ ասում են, որ սառը ջուրը լցնի, դա իմ թույլ տեղն է, ժողովուրդ ջան։ Ես չեմ սիրում այս 7-րդ պատվիրանը խախտել, որովհետև ես սիրում եմ մեր Աստծուն։ Դրա համար ասում եմ, ես ուզում եմ իմ հետ իմ ընտանիքներ լինի ստեղ։ Ճիշտ է, մեկ-մեկ լինում աշխատանքի պատճառով, որ ստեղ չեն, ոնց որ ասած, մի քիչ հարգելի պատճառ է, չեմ ասում լրիվ, բայց ամեն դեպքում, այս իմ թույլ տեղն է, ես դրանից ինձ լավ չեմ զգում, ժողովուրդ ջան։ Հույսով եմ Աստծուն բոլոր սիրողներն էլ իմ հետ համամիտ կլինեն։ Դրա համար, որովհետև ստեղ է խաղաղության տեղը, ստեղ որ գալիս ես խաղաղություն ես վերցում, ու այդ խաղաղությունով էլ ողջ շաբաթը ապրում ես, ու քեզ երբ որ գալիս է այս նման փորձությունները, դժվարությունները, նեղությունները, Հիսուսն ասես կգա, դու պատրաստ ես լինում, որովհետև գիտես, քո Աստված քո հետ է, ու քեզ ոչ մի բան չի լինի։ Տերը խոսք է տվել, ասել է մինչև աշխարհի վերջ քո հետ եմ լինելու, ու քեզ ոչ մի բան չի լինի։ 7 անգամ էլ ընկնես, քեզ բարձրացնելու եմ։ Միայն չկորցնես խաղաղությունդ։ Պահի Տիրոջ խաղաղությունը, որը որ ամեն մտքից վեր է։ Փառք ու պատիվ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։